Բարի եւ օրհնյալ առավոտ սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, օրհնում եմ մեր միտքը, մեր սիրտը, թող Տիրոջ լույսը ծածկի մեզ, մտնի մեր մեջ եւ ցրի խավարը, որտեղ նրա լույսի մեջ խավարը չի կարող ապրել։ Այսօր իմ սրտում դրվեց, որ աղոթք բարձրացնեմ բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ալերգիաներով, անկախ դրանց տեսակներից եւ թե որքան ժամանակ են տառապել։ Եվ միևնույն ժամանակ աղոթել այն մարդկանց համար, ովքեր տառապում են ասթմայով եւ էկզեմայով, որտեղ սրանք կարող են հիմքեր դառնալ նաեւ ալերգիաների համար։ Սուրբ Հոգի Աստված, ես գոհանում եմ քեզանից, որ դու այս աղոթքը դրել ես իմ սրտում, Տեր ջան, եւ թող այս աղոթքը բարձրանա Հիսուս Քրիստոսի անունով եւ Հիսուս Քրիստոսի զորությամբ։ Տեր, ես քո առաջ եմ բերում բոլոր նրանց, ովքեր տառապում են ալերգիաներով, ովքեր տառապում են ասթմայով եւ էկզեմայով, եւ թող քո իշխանությամբ այսօր դրանց կապանքները քանդվեն, թող քո արյունը լվանա նրանց, Տեր ջան, թող այսօր գա ազատագրում այս կապանքներից, այս զնդաններից հանես մարդկանց, Տեր ջան, եւ քո յուղով մաքրես, քո կրակով սրբագործես, հեռացնես ամեն չարիք, Տեր ջան։ Ես խոսում եմ ալերգիաների, էկզեմայի եւ ասթմայի հետ եւ ասում եմ հեռացեք այս մարմիններից Հիսուս Քրիստոսի անունով։ Այս մարմինները Տիրոջն են պատկանում, Տեր։ Ես խոսում եմ օրգանիզմներին, իմունային համակարգին եւ ասում եմ դու այլևս չես պատերազմելու այն բաների դեմ, որ Աստված ստեղծել է եւ բարի է, ոնց որ ուտելիքը, ոնց որ բնությունը, ոնց որ արևն ու ծաղիկը, ոնց որ կաթը, Տեր իմ Աստված, եւ անգամ որոշակի դեղեր, Տեր, որոնք բարի են, որոնք մարդկանց բուժման համար են, Տեր ջան, ես խոսում եմ ու ասում եմ մարմիններ, իմունային համակարգ, այլևս դուք դրանց չեք ընկալելու որպես թշնամիներ, որպես վնասակար բաներ, Տեր ջան։ Ես բերում եմ այն օրգանները, որտեղ ալերգիաները, ասթման եւ էկզեման սովորաբար կենտրոնանում են։ Ես բերում եմ նրանց մաշկերը, քթի եւ սինուսների լորձաթաղանթը, թոքերը, աղիները, արյան անոթները, սիրտը, լիմֆային հանգույցները, ոսկրածուծը, փայծախը, շնչուղիները, թոնսիլներն ու թիմուսը, Տեր ջան։ Եվ չեղարկում ենք նաեւ Հիսուս Քրիստոսով բոլոր այն հետևանքները, որ իրանք առաջ են բերում, տենդը, փռշտոցը, քթահոսությունը, արյունահոսությունը, շնչահեղձությունը, ցաները, փսխումները, այտուցումները եւ շատ ծանր դեպքերում անաֆիլաքսիան, որ բերում է մահի, Տեր իմ Աստված, թող ազատվեն այս մարդիկ Հիսուս Քրիստոսի անունով եւ իշխանությամբ եւ մեր Տիրոջ փառքի համար, թող այլևս դեղերի կարիք չունենան, թող քայլեն այն ազատության մեջ, որ գալիս է միայն Հիսուս Քրիստոսով։ Տեր, լվա նրանց օրգանները, լվա նրանց բջիջները, թող այլևս վերականգնվի աստվածային կարգը, իմունային համակարգը գործի ըստ այն կարգի, որ Տերն է ստեղծել, եւ այլևս բարին չարիք չհամարի ու չհարցակվի։ Հիսուսի անունով աղոթեցի, թող արցակվի բժշկությունը Հիսուսի անունով եւ նրա փառքի համար։ Ամեն։ Իսկ հիմա վերադառնանք Հռոմեացիների նամակի ընթերցանությանն ու մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի։ Կարդում ենք Հռոմեացիների նամակի առաջին գլխի 19-ից 32 խոսքերը եւ կշարունակենք։ Որովհետև ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով, արդ նրանք որևէ արդարացում չունեն, քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստված չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են հիմարացան եւ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանության հետ։ Այդ պատճառով Աստված էլ նրանց ըստ իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց,
որպեսի իրենց մարմինները իրենց մեջ անարգեն։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին, որ հավիտյանս օրհնյալ է։ Ամեն։ Դրա համար Աստված նրանց մատնեց անարգ կրքերի եւ նրանց էգերը բնական հարաբերությունը անբնականի հետ փոխեցին։ Նույն կերպ էլ արուները էգերի հետ բնական հարաբերությունը թողած իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուները արուների հետ խայտարակություն էին անում եւ փոխարենն իրենց անձերում ստանում էին իրենց մոլորության արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն։ Նրանք լցված են ամեն անիրավությամբ, պոռնկությամբ, անձգամությամբ, ագահությամբ, չարությամբ, լինախանձով, մարտասպանությամբ, կռվով, նենգությամբ, չար բարքով, չարախոսներ, բամբասողներ, աստվածատյացներ, անարգողներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողներին չհնազանդվողներ, անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ։ Նրանք իմանալով Աստծո արդար դատաստանը, որ այսպիսի բաներ կատարողները մահվան են արժանի, ոչ միայն անում են այս բաները, այլ անողներին էլ հավանություն են տալիս։ Նախկին դասերում մենք սկսեցինք ուսումնասիրել Հռոմեացիների նամակի առաջին գլխի 18-րդ խոսքը՝ Աստծո բարկությունը։ Պողոսն ասում է, որ Աստծո բարկությունը բացահայտվում է ամբողջ մարդկության դեմ։ Այն, ինչ Պողոսը անում է այստեղ, այն է, որ նա սկսում է մեզ բացատրել, թե ինչ է ավետարանը։ Բայց նախ ընդգծում է Աստծո բարկությունը, ապա ապացուցում է, ցույց է տալիս մեզ, որ մենք բոլորս Աստծո առաջ մեղավոր ենք կանգնած, հեթանոս թե հրեա, հավատացյալ թե անհավատ, կրոնավոր թե ոչ։ Սա շատ կարևոր է, որ մեր մտքի խորքում պահենք այս ճշմարտությունը, որ ամենքս յուրաքանչյուր մարդ մեղավոր ենք Աստծո առաջ եւ Աստծո դատաստանի տակ ենք, երբ կարդում ենք Հռոմեացիների նամակը եւ Աստծո խոսքը ընդհանրապես։ Այդ դիրքից պիտի մոտենանք։ Պողոսը պարզապես չի փորձում առանձնացնել տարբեր մեղքերը ու ասել, այս մարդիկ են միայն Աստծո դատաստանի տակ։ Թեև նա այստեղ ներկայացնում է մեղքերի մի ամբողջ ցանկ, բայց այս ամենը մեզ բոլորիս է նկարագրում եւ Պողոսի նպատակը ցույց տալն է, որ ամբողջ մարդկային ցեղը Աստծո շնորհից դուրս մեղավոր է եւ դատապարտյալ է Աստծո առաջ։ Մարդկային ցեղում ոչ ոք իր սեփական արժանիքով չի կարող արդարացվել Աստծո առաջ։ Եվ երբ մենք սա կարդում ենք, մեզանից յուրաքանչյուրը այստեղ պետք է տեսնի ինքն իրեն, ոչ թե իր ընտանիքի որևէ անդամի, իր ընկերոջը, իր հարևանին, իր թշնամուն, որևէ մեկ այլ ազգի, այլ ամեն մեկս ինքներս մեզ պիտի տեսնենք, որտեղ այս ցուցակում մենք բոլորս էլ կանք։ Շատ հեշտ է սա կարդալ եւ մտածել ուրիշների մասին, եւ ոչ միայն հեշտ է, մարդկային բնական մոտեցում է, երբ ես առաջին անգամ կարդացի, երկրորդ, երրորդ անգամ ես մտածում եի ուրիշների մասին, բայց Սուրբ Հոգին ասում է, սա քո մասին է, սա քեզ է վերաբերում, ուրեմն իմ սխալը փորձեք չգործել, նայեք ձեզ, պետք է մտածել ոչ թե ուրիշների մասին սա կարդալիս, այլ մեր մասին, բայց նպատակը այն չէ, որ ուղակի այդ մեղքերը գտնենք մեր մեջ, սա չի նպատակը, Պողոսը մեզ բերում է այնտեղին, որ հասկանանք, որ մենք մեղավոր ենք, որ մենք արդարանալու ուրիշ ձև չունենք, բացի ավետարանից, որ Հիսուս Քրիստոսի գործն է։ Երբ մենք կարդում ենք Հռոմեացիների նամակը, հաճախ մոտենում ենք ինքնաարդարացված վերաբերմունքով եւ ինքնաարդարացման տեսանկյունից։ Այդ պատճառով է, որ Պողոսը երկրորդ գլխում ասում է.
Ուստի աններելի ես, ով մարդ, որ բոլորին դատում ես, որտև ինչով ուրիշին դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչ որ դատում ես։ Պողոսը չի ասում նայեք, քանի որ դու կներեք։ Պողոսը չի ասում նայեք, գտեք ուրիշների մեղքերը։ Փոխարենը Պողոսը ասում է մեզանից յուրաքանչյուրին, որ ամբողջ մարդկային ցեղը մեղավոր է Աստծո առաջ, եւ որ յուրաքանչյուր մարդ զրկված է Աստծո փառքից, ընկել է Աստծո փառքից։ Աստված Պողոսի միջոցով մեզ ապացույցներ է տալիս, որովհետև որպես մարդիկ մեր սրտերը մեզ մոլորեցնում են եւ խաբում են մեզ։ Եթե մարդկանց հարցնես դու լավ մարդ ես, մեծամասնությունը կասի այո։ Եթե նույնիսկ բանտ գնաս եւ հանցագործներին հարցնես դու լավ մարդ ես, նրանք էլ կասեն այո, ես լավ մարդ եմ։ Պարզապես գիտես, ես այդ մարդուն սպանեցի, որտեվ զայրացած էի, կամ նա արժանի էր, կամ ինչ որ այլ բան, իրենց արդարացնելու համար։ Ուստի Պողոսը պետք է մեզ այս տեղեկությունը տա, որպեսզի մենք հասկանանք մարդկության մեր իրական վիճակը, որպես անհատներ, որոնք կանգնած են Աստծո առաջ մեղավոր եւ նրա արդար ցասման ու դատաստանի տակ։ Եվ հիշենք, Պողոսը գրում է Հռոմի եկեղեցուն, նա գրում է քրիստոնյաներին, եւ Պողոսը ուզում է, որ մենք ամբողջովին ընկղմվենք այս ճշմարտության մեջ, որովհետեւ դու չես կարող գնահատել բարի լուրը, եթե չես հասկանում վատ լուրի ծանրությունը, վատ լուրի լրջությունը, խորությունը եւ քո անհույս վիճակը։ Նույնիսկ որպես քրիստոնյաներ պատճառներից մեկը, թե ինչու չենք ուրախանում այն փաստով, որ Քրիստոսի հարությամբ մենք վերածնվել ենք, այն է, որ չենք տեսնում, թե որքան խղճուկ ու անհույս վիճակում ենք իրականում։ Դու երբեք չես կարող գնահատել Աստծո շնորհն ու ողորմությունը, եթե չտեսնես, որ դու մի խղճուկ, անհույս ու Աստծո դատապարտության ու ցասումի տակ գտնվող արարած ես։ Դու չես ուրախանա, դու չես ցնծա, դու գոհ ու շնորհակալ չես լինի Աստծուց, դու նրա համար չես ապրի ու չես ների որևէ մեկին, չես զոհաբերվի Քրիստոսի համար, եթե չհասկանաս դու դատապարտյալ ես։ Եվ ինչ է արել իրականում Քրիստոսը քեզ փրկելու համար։ Ինչ իմաստ ունի ուրախանալը, եթե չես տեսնում քեզ լիովին խղճուկ ու կորած վիճակում։ Դու չես ուրախանա Քրիստոսով, եթե քեզ համարում ես մեկը, ով ունի 1-2 խնդիր, բայց այնքան էլ վատը չէ, որ արժանի լինի Աստծո բարկությանը։ Եվ այսպես Պողոսը կառուցում է մեղադրանքը մարդկության դեմ եւ մեզանից յուրաքանչյուրի դեմ։ Իրականում սա գրեթե նման է դատական գործի։ Այստեղ մեղադրող կողմի աշխատանքն է ընթանում։ Պողոսը մեղադրանք է ներկայացնում ամբողջ մարդկային ցեղին եւ մեզնից յուրաքանչյուրին։ Հիշենք, Պողոսը սա չի անում որպես սովորական մարդ, նա Քրիստոսի առաքյալն է, Քրիստոսի կողմից յուրահատուկ ուղարկված, Քրիստոսի անունից մեզ այս ամենը ասելու համար, եւ այս ամենը նա մեզ ասում է Սուրբ Հոգով, ոչ թե իրանով։ Ուստի 18-րդ խոսքից սկսած Պողոսը ներկայացնում է մեղադրանքը։ Մեղադրանքը այն է, որ մենք բոլորս մեր անիրավության եւ ամբարիշտության մեջ ճնշում ենք ճշմարտությունը, որտեղ Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարիշտության եւ անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ։ Իսկ 19-ից 20-րդ համարներում Պողոսը բերում է մեղադրանքի ապացույցը, այն փաստը, որ բոլոր մարդիկ ճանաչում են Աստծուն, եւ ասում է, որովհետեւ ինչ որ կարելի է իմանալ Աստծո մասին, նրանց հայտնի է, քանի որ Աստված նրանց հայտնեց։ Եվ հետո Պողոսը ներկայացնում է մարդկության նաեւ իմ ու քո հանցանքը, որը տեսնում ենք 21-ից 23-րդ համարներում։ Եկեք նորից կարդանք։ Աշխարհի ստեղծումից ի վեր նրա աներևույթ առանձնահատկությունը, նրա մշտնջենական զորությունն ու աստվածությունը տեսանելի են ստեղծվածների միջոցով, արդ նրանք որևէ արդարացում չունեն,
քանի որ Աստծուն ճանաչելով նրան որպես Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումներում ունայնացան և նրանց անմիտ սրտերը խավարեցին, ասելով, թե իմաստուն են, հիմարացան, անեղծ Աստծու փառքը փոխեցին եղծելի մարդու թռչունների, չորքոտանիների ու սողունների պատկերի նմանությամբ։ Ահա սա է ամեն մեկիս ու ողջ մարդկության հանցանքը, որպես մարդիկ մենք ընտրում ենք մերժել Աստծուն և հետո Աստծու փոխարեն սկսում ենք երկրպագել ավելի ցածր, անարժան բաները։ Դա հսկայական տիեզերական հանցագործություն է, դա իրականում մեղքի արմատական պատճառն է, նախընտրել որևէ բան կամ որևէ մեկին Աստծուց առավել։ Կորինթացիների նամակում Պողոսը մի շատ տարօրինակ արտահայտություն է անում, նա ասում է. «Ով չի սիրում Տիրոջը, թող անիծյալ լինի»։ Նա պարզապես անեծք չի հռչակում մարդկանց վրա, այլ Պողոսը ընդգծում է, որ Աստծո պատկերով ստեղծված մարդը, որի մեջ Աստծո հանդեպ սեր չկա և որը չի արտահայտում այդ սերը Աստծո հանդեպ, ապրում է անեծքի տակ։ Եվ ահա սա է հանցանքը՝ չսիրել Աստծուն, չճանաչել Աստծուն որպես Աստված, չերկրպագել Աստծուն, Աստծուն առաջին տեղը չդնել և նրա փոխարեն երկրպագել ստեղծված բաներին, ներառյալ ինքներս մեզ ու մեր ցանկությունները։ Այսքանը այսօր, Աստծո շնորհով վաղը կշարունակենք։ Թող ալերգիաների, ասթմայի ու էկզեմայի համար արված աղոթքի պատասխանները առատությամբ թափվեն ձեզ վրա։ Թող Տիրոջ խոսքը բացվի յուրաքանչյուրիս համար, թող որ մեր ծնկերը ծալվեն։ Եթե վկայություն կունենաք ալերգիաների, ասթմայի ու էկզեմայի, ուղիղ գրեք ինձ, ասեք, որպեսզի կիսվենք, վկայենք, Աստծուն շնորհակալություն տանք, փառք տանք, թող ամեն մեկիս կյանքում լինեն առատ վկայություններ, որտեղ վկայություններով մեր Տերն է փառավորվում, մեր Տիրոջ անունն է մեծարվում ու երկրպագվում։ Թող առատ լինեն վկայությունները Աստծո շնորհով։ Ամեն։